Թոշակների հարցում Նիկոլ Փաշինյանը փոշմանել է, որովհետև 3 ամիս առաջ հայտարարում էր. Թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով, 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի։ Իսկ այսօր ասում է. Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր ստացողներն էլ մինչև 10,000 դրամ ավելի քիչ։ Իհարկե լավ է, որ ընդհանուր առմամբ թոշակը մինչև 10,000 բարձրանում է, բայց վատ է, որ իշխանությունը սա անում է իր նախընտրական քարոզարշավի շրջանակում, որովհետև ինչպես տեսակ, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի պլաններում նման բան չկար։ Ուղղակի հանրային ճնշման արդյունքում, երբ տեսան, որ այս խնդիրը իրոք զգալի է, որոշեցին, որ այո, քաղաքացին արդեն կարող է եւ գիտի ինչտեղ կարող է 10,000 դրամը ծախսել։ Եվ ընդհանուր առմամբ վատ է, որ այսպես կարճաժամկետ ընտրական խնդիրներ լուծելու համար են բարեփոխումներ արվում։ Իսկ ավելի մեծ պրոյեկտներ, ինչպես օրինակ Աջափնյակի մետրոն է, ինչպես օրինակ Ակադեմիական քաղաքն, այս պրոյեկտներում առաջընթաց չկա եւ տարիներով դոփում են։ Ավելի լավ է ձեր կառավարչական հմտությունները զարգացնեք այնպես, որ մեծ պրոյեկտներ կարողանաք իրականացնել, ոչ թե ընտրությունների բերան, ուրեմն փորձեք թոշակառուների ձայները ստանալ։